Օրերս Ամերիաբանկի Կապան մասնաճյուղն իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի Եվրոպական քոլեջի Կապանի մասնաճյուղի ուսանողների առջև։ Բանկային մասնաճյուղ էին այցելել քոլեջի տնտեսագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ, ովքեր ցանկացել էին բանկային գործին ծանոթանալ տեղում։ Ուսանողները ջերմ ընդունելության արժանացան Ամերիաբանկի Կապան մասնաճյուղի կառավարչի կողմից։ Վազգեն Մնացականյանն անձամբ դիմավորեց հյուրերին եւ ներկայացրեց բանկի գործունեությունը, որդեգրած քաղաքականությունն ու այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են համակարգի աշխատակիցները։ Ինչպես է աշխատում բանկը, ինչ բաժիններից է կազմված, ինչպիսի ծառայություններ է մատուցում եւ շատ այլ հարցերի պատասխաններ տվեց Վազգեն Մնացականյանը։ Այդ ամենի մեջ իհարկե կարևորելով հաճախորդի դերն ու բարձրակարգ սպասարկումը։ Հաճախորդների սպասարկման բաժինը նույնպես առանձնանում է մի քանի ստորաբաժանումների։ Նախ առաջինը խոսենք տեղեկատվի մասին, որը որ շատ իմ կարծիքով եւ բոլորս ենք այդպես կարծում, որ տեղեկատվի դիրքը, դերը բանկում շատ մեծ առանձնահատկություն ունի։ Նկատած կլինեք, որ ոչ բոլոր բանկերում կան տեղեկատվի սպասարկողներ, ովքեր առաջին իսկ կոնտակտը հաճախորդի հետ, երբ որ հաճախորդը մուտք է գործում բանկի տարած, առաջին իսկ հանդիպումը լինում է մեր տեղեկատվի հետ, ով է հաճախորդի հետ արդեն զրուցելուց, խոսելուց հետո շատ կարևոր է ճշտել հաճախորդի ցանկությունները, ինչի համար մոտ գործել բանկ, ինչ գործունեություն է ուզում ծավալել, ըստ այդմ ուղղորդել տվյալ ստորաբաժանման աշխատակցի, մենեջերի կամ մասնագետ գանձապահի մոտ։ Իրենց պարտականություններից զատ մասնաճյուղի կառավարիչ Վազգեն Մնացականյանն արժևորում է երիտասարդներին մասնագիտական խորհրդատվությամբ աջակցելը։ Երիտասարդ սերնդին ու այս պարագայում մեր մարզաբնակ երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում խորհուրդ տալու համար մեզ համար դա շատ կարևոր եւ հաճելի աշխատանք է։ Այդ իսկ պատճառով առաջարկը մենք ընդունեցինք Եվրոպական տարածաշրջանային քոլեջի կողմից եւ մեր երեխաները մեր մասնաճյուղում նրանց ընդունելու դիմավորելու համար մեծ ողջավորությամբ պատրաստվել են։ Առհասարակ Ամերիաբանկը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի աջակցման փուլում։ Ասեմ ձեզ, որ ունենք ամենամյա ծրագիր, Ամերիա սերունդ ծրագիր ունենք ամենամյա, որը արդեն 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է ու ինքը բավականին հաջողված ծրագիր է, ունի մեծ տարածում ու նրա նպատակն է Ամերիա սերնդի, որը խթանի երիտասարդ սերնդի առաջխաղացմանը եւ պատրաստի երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը մեր հասարակության մեջ։ Իդեպ նշեմ, որ Ամերիա սերունդ ամենամյա ծրագրի շրջանակներում 100-ից ավել ուսանողներ, որոնք նորավարտ եւ աշխատանքային փորձ ունեցող արդեն համալրել են մեր բանկի շարքերը։ Ուսանողներին հետաքրքրեց բանկային գործը, նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին թե կառավարչին, թե մյուս աշխատակիցներին։ Բացի սպառիչ պատասխաններից, ուսանողների համար բանկի աշխատակիցները պատրաստել էին տեսանյութ, տեղեկատվական թերթիկների փաթեթ, ինչպես նաև նվերներ։ Մեր առաքելությունը բարելավել կյանքի որակը։ Տրամադրելով մեր հաճախորդներին ոչ միայն սովորական բանկային ծառայություններ, այլ նաև միջազգային որակի ֆինանսական ծառայություններ եւ գործարար լուծումներ։ Իրականացնել հասարակության բարօրության համար նշանակալի բիզնես եւ սոցիալական ծրագրեր, ձևավորել յուրահատուկ կորպորատիվ մշակույթ եւ միջազգային ընկերության զարգացման սեփական մոդել միավորելով հաջողակ մարդկանց եւ շարունակաբար ավելացնել մեր բաժնետիրական արժեքը։ Ու մեր տեսլականն է դառնալ ֆինանսական եւ գործարար լուծումներ տրամադրող միջազգային ընկերություն, լինել թիրախային շուկայում առաջատարը, սպասարկման որակով եւ արդյունավետությամբ ներգրավելով ընդհանուր արժեքներ գրող բացառիկ մարդկանց։ Վազգեն Մնացականյանը նշեց նաև, որ մասնաճյուղի գրեթե բոլոր աշխատակիցները տեղացիներ են եւ հույս հայտնեց, որ այսօրվա ուսանողների մեջ կլինեն այնպիսիք, ովքեր ունենալով բավականաչափ գիտելիքներ ցանկություն կհայտնեն համալրելու իրենց շարքերը։ Մեր մասնագետները հիմնականում տեղից են, ասեմ ձեզ, բոլորը կապանցի են եւ քաջարանցի մոտակա քաղաքից եւ շրջանի գյուղերից։ Նման խնդիր չենք ունենում, որովհետև մեր հասարակության մեջ նաև կան շատ երիտասարդ խելացի երեխաներ, ովքեր եւ
մեր բանկի ամենամյա կազմակերպող ամենասերուն ծրագրի շրջանակներում մասնակցում են եւ ցուցաբերում են համապատասխան արդյունքները, որպեսզի համալրեն մեր գործընկերների շարքերը։ Մենք այս հանդիպումով հույս ունեցանք, որ հուսով ենք, որ կարողացանք մի փոքր ներկայացնել Ամերիաբանկի գործունեությունը, առհասարակ բանկային գործը եւ դրա առանձնահատկությունները եւ շատ ուրախ կլինենք, որ նրանցից ոմանց մի օր տեսնենք մեր Ամերիաբանկի գործընկերների շարքերում։ Ուսանողները տպավորված էին, գոհ էր նաև նրանց տնօրեն Թերեզա Միքայելյանը, ով այցի ամբողջ ընթացքում ներկա էր եւ իր շնորհակալությունը հայտնեց մասնաճյուղի աշխատակազմին։ Ցանկություն հայտնել այստեղ գալու եւ այսօր վերջապես իրականացավ իրենց երազանքը, ինձ թվում է իրենք գոհ են։ Թերեզա Միքայելյանն ասաց նաև, որ համատեղ պայմանավորվածության արդյունքում քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան իրենց գործնական պարապմունքն անցկացնել Ամերիայի Կապանի մասնաճյուղում։ Հոկտեմբերի 21-ին Կապանի համար 3 միջնակարգ դպրոցը համագործակցության հուշագիր կնքեց Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հետ։ Պայմանավորվածությունը համալսարանի կողմից անցկացվող մասնագիտության օրեր ծրագրի շրջանակներում էր, երբ համալսարանականներն այցելել էին Սյունիքի մարզ եւ հանդիպումներ կազմակերպել Կապանում ու Գորիսում։ Մենք գտնում ենք, որ եւ բուհին եւ դպրոցին այդ համագործակցություն շատ անհրաժեշտ է, այսինքն փոխշահավետ համագործակցություն է սա, որովհետեւ մենք կարողանանք իրենց օգնել մեթոդական գործընթացով, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերով, իրանք մեզ օգնեն ուսանողների պրակտիկայի կազմակերպման, մենք նաեւ օլիմպիադաների կազմակերպման, այսինքն համատեղ աշխատենք միասին, փորձենք նաեւ մեր ներդրում ունեն Կապանի թիվ 3 դպրոցին։ Կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ համալսարանի 50 մասնագետներ ներկայացրել էին իրենց լեզուները, մշակույթը, բուհի կրթական ծրագրերը, մասնագիտությունները։ Մենք եկել ենք ոչ թե ապագա ուսանողներ գտնելու, այլ լուսաբանելու համալսարանի հնարավորությունները, ասացին հյուրերը։ Այցելել ենք ոչ միայն նրա համար, որպեսզի աշակերտներին ներկայացնենք մեր համալսարանը, այլ այցելենք նրա համար, որպեսզի ցույց տանք, թե ինչ հնարավորություններ ունեն իրանք։ Օրինակ ուսանող կա ինքը որոշել է արդեն սովորել Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, դեռ չի որոշել որ մասնագիտություն։ Մեր համալսարանում 20-ից ավելի լեզուներ են այսօր դասավանդվում, առաջի օտալեզու, երկրորդ եւ երրորդ օտալեզուներ։ Գումարզան մենք ունենք լայն հնարավորություններ նաեւ հասարակագիտական ոլորտում։ Իմ խորին համոզմամբ այսօր այն մասնագետը, որ օտալեզու չգիտի, դա կգնի ցանկացած բնակավարի, նա նման է հաշմանդամի ինչ-որ առումով, որտեղ մասնագիտական աճի առումով, եթե դու չունես այդ հնարավորությունը, չգիտես օտալեզու, շատ դժվար է մասնագիտության ոլորտում առաջնել։ Մենք ունենք եւ լրագրություն, եւ տուրիզմ սերվիս, որը հատկապես այս տարածաշրջանի համար շատ կարեւոր նշանակություն ունի, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ եւ այլն, որոնք շատ կարեւոր են։ Համագործակցության հուշագիր կնքել մի դպրոցի հետ չի նշանակում անհավասար պայմաններ ստեղծել մյուս կրթօջախների համեմատ, ասացին նրանք։ Չենք ուզում նաև անհավասար պայմաններ ստեղծել Կապանի մյուս դպրոցների բարակայում։ Երևի համագործակցություն շատ ավելի մեթոդական ծրագրերի, օլիմպիադաների կազմակերպման հասկանալի է, եթե այդ դպրոցականները, որոնք կան մեր համալսարանում մասնակցեն օլիմպիադաների օտալեզուների, արդեն ինքնաբերաբար իրենք ավելի հեշտ գտնում են համալսարանը, որտեղ քննության ընթացքում իրենք արդեն մասնակցած կան օլիմպիադաներին, ծանոթ կնեն օտալեզվի տեստերին, բայց կոնկրետ չենք ուզում անհավասար պայմաններ ստեղծել, որտեղ բոլոր դպրոցները մենք հավասար ենք։ Համալսարանի ուսանողների մեծ մասը նախընտրում է անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն, քիչ չեն նաև չիներենի սիրահարները։ Առավել նախընտրեն այս պահին անգլերենը, ֆրանսերենը եւ գերմաներենը, գուցե, որտեղ այս մասնագիտությունով ընդունելության ժամանակ միշտ բավականին մեծ մրցույթ է լինում։ Հետաքրքրությունը կա նաև այսօր իտալերենի նկատմամբ, չինարենը, որը շատ կարևոր է այսօր հատկապես ներկա աշխարհում, բոլորը ձգտում են սովորել չինարեն, այսօր համոզված եղեք, որ լավ չինարեն իմացող մասնագետը աշխատանք գտնելու հարցում հաստատ դժվարություն չունի։ Վերջինիս խոսքով սյունեցի ուսանողները միշտ էլ աչքի են ընկել իրենց խելքով ու ակտիվությամբ։ Սյունիքի մարզը միակը չէր, որտեղ այցելել են համալսարանականները։ Նրանք այցելում են գրեթե բոլոր մարզերը եւ հանդիպումներ կազմակերպում տարբեր քաղաքներում։